Ողջույն շատ միշտ շփոթվում այդ ողջույնը որտուց է բերանս ընկել առավոտը ինչ ողջույն բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան ինչպե՞ս եք հուսով եմ որ բոլորը լավ եք սիրելիներս ես էլ եմ լավ ասենք լավ ենք որ լավ լինենք թե չէ որ բողոքի գիրքը բացենք բողոքելու նեղանալու ասենք շատ բաներ կա դու միշտ ասեք լավ է որ լավ լինենք այդպես սիրելի հետևորդներ ջան հիմա կգնամ տուն կհասնեմ տուն իրար հետ սուրճ կխմենք սիրելիներս այսօր էլի լավ եղանակ կա ջերմաստիճանը բարձրալինելու 26 աստիճան 27 26 այսօր էլ վաղն է նույն ջերմաստիճանն է լինելու համար նույնիսկ իսաթև եմ հագնել նոր ոնց որ ուրախատորը անձրև է տալիս հա նոր արդեն տակ կհագնվի արդեն ժիլետը կգցեմ վրես 18 աստիճան է լինելու չէ կիրակի լավ էր տալի եղանակը բազի չգիտեմ չի փոխվեց Այդեն սիրելի հետևորդներ ջան այդ այդտեղ եք հասնում ոնց որ կհանդիպենք նորից ահա սիրելի հետևորդներ ջան տուն հասա դե դուք է սուրճ դրեք կամ թեյ դրեք որ միասին խմենք սիրելի հետևորդներ ջան ահա էսա կվառեմ ահա սիդարեցի Սիրելի հետևորդներ ջան, ովքեր թեյ եք ուզում, ովքեր սուրճ եք ուզում, դրեք որ միասին վայելենք։ Դուրսը լավ սառներ։ Այ, խմենք, մի քիչ տաքանանք, հետո թեյ կխմենք, հետո մեր Էվիկը կհելնի, միասին նորից սուրճ կխմենք, ջան կասենք, ջան կլսենք, մեր ժամանակը կանցնի։ Չէ ոջա։ Եվոց թողելա պարկի։ Լավ ես անվերս կնեմ ինչ անես կնիկ ջան։ Եվոց ես ասում կնիկ ջան, չէ։ Դու ինձ ես ասում կնիկ ջան, ես քեզ եմ ասում կնիկ ջան։ Որ իրար ջան են ասում, էդի շատ լավ է։ Կնիկ ջան, քույրիկ ջան, ոնց ուզենանք կասենք, չէ իրար։ Այ ապրես։ Հիմա կասեք ժողովուրդ ջան, կասեք, բայց ցուրտ չի, ոնց էս կիսաթև գալի, ջահելները կոստյում են հագել, ժակետ են հագել, հնդիկներն են շալ են գցում գլխներին, բայց ես թեթև հագնվել եմ, ինչ անեմ չեմ կարողանում, որ թևերս արդեն ծածկվում է, ոնց որ մի հատ ջերմաստիճան ինձի բռնի։ Ահա, մեր սուրճն էլ եղավ սիրելիներս, միշտ
Մոռանում եմ հակառակն եմ ֆրցնում, գազը մնում է վառ։ Դե դուք վայել եք ձեր սուրճը, ձեր թեյը, ես էլ իմ։ Կհանդիպենք այսօր։ Ոնց լինի մի բան կսարքենք, մի բան կանենք, երևաք սիրելիներս, կհանդիպենք էլի։ Սիրելի հետևորդներ ջան, վերջը որոշեցի մակարոնը փլավ սարքել, շատ ամեղ փլավ։ Այս մակարոնից եմ վերցրել։ Հիմա մակարոնը կլցնեմ կիևքի, հետո կպատրաստեմ։ Տեսարդ, լավ չկտրեցի, զուր կտրեցի, թափվեց։ Կարկը ուժեղացնեմ, որ երը չկանգնի։ Երևի կեսը հերիք ա մեր երկուսիս։ Այլ կեսը հերիք ա։ Դե հիմա կթողնենք եռա։ Ատեն սիրելիներս մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, միջև որ մեր մակարոնը եփվի, ես կտրտում եմ կարմիր պղպեղը։ Կարող եք կանաչ կտրտել, ինչ որ ձեր տունը ճարվի։ Սա ես նորույթ եմ պատրաստում։ Այսպես մանր կտրում եմ։ Հետո կասեմ ինչ ենք անելու։ Կանաչին էլ մաղադանոսա, այդ նուրբ թևիկները կտրել եմ, որ լցնենք վրա։ Սիրելի հետևորդներ ջան, կտրտեցի։ Հիմա կլցնեմ, մի քիչ կտապակվի, որ հետո լցնենք մակարոնի վրա։ Գազօջախը վառել եմ, մի քիչ տապակվի, որ համեղ լինի։ Այս հիմա կկտրտեմ կանաչին, մանր։ Մակարոնը եփված ա լինելու, պետք է մեր բանը պղպեղն էլ լավ տապակվի, կանաչին էլ տապակվի, որ միաձուլվեն։ Մեզ հարկավոր է նաև ձու։ Երևի 3 հատ 4 հատ ձու ա պետք։ Սա էլ կտրտեցինք, հիմա սպասենք, որ մակարոնը բանը պղպեղը տապակվի, հետո կշարունակենք։ Սիրելի հետևորդներ ջան, մակարոնը եփվել ա, քամել եմ։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա միջև մեր պղպեղը տապակվի, ասեմ, որ մի պղպեղը ինքը պինդ ա, մի քիչ սրա կես բաժակով ջուր եմ լցրել վրա, մաղադանոսը եւ պղպեղը միասին, մի քիչ խաշվի, որ փափուկ լինի։ Մի քիչ կարմիր պղպեղ եմ ավելացնում, քաղցր պղպեղը, մի քիչ էլ սև եմ ավելացնում, կարող եք եւ չավելացնել։ Ես ավելացնում եմ։ Տունը ինչ պատահի։ Սիրելի հետևորդներ, կարող եք պատրաստել աղացած մսով, կարող եք պատրաստել նրբ երշիկով, կարող եք պատրաստել, ոնց ասեմ, ինչով որ ցանկանաք։ Հիմա տունը ինչ որ կճարվի, նրանով էլ կպատրաստեք։ Ես հիմա նրբ երշիկ չունեմ, սենց եմ պղպեղով եմ պատրաստում։ Նրբ երշիկի տեղը կարմիր պղպեղ, եթե կանաչ ունեք, կանաչ պղպեղ կարող եք ավելացնել։ Մի 2 րոպե էլ սպասենք, այս էլ պատրաստ կլինի։ Մինչև որ պատրաստ կլինի, մենք ավելացնենք ձուն։ Նայած ձեր մակարոնի չափսը ինչքան է,
Մոտավորապես այդ չափսի ձու եք ավելացնում։ Մերը քիչ է, երևի 3-ը հերիք լինի։ Լա տեսնենք։ Դե ձունա չէ կպցնելու իրար։ Երևի մի հատ էլ բերեմ 4 ձու։ Մի լավ, հա, աղ չեմ ավելացրել, ավելացնենք, ձերքով եմ աղը վերցնում, որ իմանամ ինչքան եմ ավելացնել, թվում է հերիք, նայել համպես կանենք, կտեսնենք, ու մի լավ խփում ենք սելի հետևորդը, որ ձուն լավ խառնվի։ Որ տեսնենք աղի համը ոնց է։ Շատ ընտիր է։ Մի քիչ է։ Մի ստուտի։ Մեր չնչի։ Իսկ թվում է հիմա լավ կլինի։ Երևի արդեն պղպեղն էլ է պատրաստ։ Մի րոպե։ Ասենք ոչ թե պղպեղը ավելացնենք մակարոնի վրա, այլ մակարոնը ավելացնենք։ Եթե բուսայող ավելացնենք, որ տակը չկպնի, կարողանանք պոկենք։ Սելի հետևորդներ, իսկ թվում է երևում է։ Հետ խառնում ենք, այսպես խառնում ենք, որ պղպեղն էլ խառնվի ընդհանուր։ Կարակել ենք կտրտում, այսպես մանր տարածում ենք։ Համով չի լինիր, վայ չուտողի։ Դե հիմա բերանը փակում ենք, սիրելի հետևորդներ, և դնում ենք տապակվի։ Ուղարկում ենք, որ տապակվի հիմա, միասին։ Բերանը փակում ենք, իրան կափարիչով, դեմ ցանեք հավասար լինի։ Փակեցինք սիրելի հետևորդներ, կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մի զորով շուռ տվեցի, բանը թավան այդքան հաջող չի, մի զորով շուռ եմ տվել։ Հիմա շպուտի այն հաջորդ երեսը տապակվի։ Մի զորով էլ, էսի ավելացրի, մի զորով։ Պետք է թավայի հատակը կպչուն չլինի, իսկ սրա հատակը կպչուն է, հին թավայա, դրա համար սենց ստացվեց, կարևորը, որ համով լինի, ոչինչ։
այսպեսի մտցնենք տակը, որ գտնենք տակն էլ տապակվի ու պատրաստ է։ Վայ, այս գործողությունը կատարելու համար սելի հետևորդներ ջան պետք է ձեր թավան տակը գլատկե լինի, կպչուն չլինի։ Իսկ եթե կպչուն է, ինքը տակից կպնում է, մի զորով եմ պոկել տակից ու շուռ եմ տվել։ Բայց կարևորը ինձ թվում է համով կլինի։ Ասեմ, որ կարող եք պատրաստել աղացած մսով, ֆարշը պատրաստել, ամեն համեմունքով, ամեն ինչով, մսով պատրաստեք, երշիկով պատրաստեք, ինչով որ ցանկանում եք, եթե տունը ինչ որ ունեք, նրանով էլ պատրաստեք։ Ես էլ այսպես սիրելի հետևորդներ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այդ լույսը վառեմ, որ լույսը լինի։ Ահա, լույսը տվեցի մա։ Լավ փորձեք տեսնենք ինչ համի է։ Մի քիչ տնենք ստեղ պատրաստ արդեն։ Սիրելի հետևորդներ։ Այդ պատարակավ բերեմ։ Ասա այդքան բան ես լցրել, կարող է համով չլինի։ Ինչ որ ճիշտն է ասեմ, ես չեմ կարող սուտ խոսել, մի քիչ աղը պակաս, այդքան էլ աղը լցրեցի, չէ, բայց էլ աղը պակաս։ Թե չէ մնացածը շատ տեղը տեղին համով է։ Շատ համեղ է ստացվել սիրելի հետևորդներ, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Նակ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, զանգակ կոճակը չմոռանաք սիրելիներս, ինչու՞ չգրվեք ձեր մեկնաբանությունները, եթե դուք պատրաստել եք, ինչպես եք պատրաստել, ես մեծ հաճույքով կարդում եմ ձեր մեկնաբանությունները, պատասխանում եմ, բոլորդ ուշադիր եղեք, հետևորդներիս անունը չեմ հիշում ինչ որ աչքիս համար, աչքի վիրահատության համար ինձ բան էր հարցրել աչքի ծորանը, ես իրան գրել էի, բայց ինձ ասեց, ես քեզ շատ եմ սիրում, դու իմ հարցին չես պատասխանել, երկրորդ անգամ եմ պատասխանել, միշտ որ մեկնաբանությունը գրում եք, պատրաստ եղեք, որ պատասխանը տեսնեք ինչ եմ պատասխանել, պատասխանել եմ, որ քուրջան, մեր բոլորիս աչքերի հիվանդությունը նույնը չի, տարբեր է, չեմ կարա իմ ասելով, դու հաստատես, որ ասենք քորնա, քո մամային նա, ումնա, այդ նույն հիվանդությունն է, պետք է գնաք բժշկի, արդյունքածորանի բժիշկը ուրիշ է, աչքի բժիշկը ուրիշ է, կատարախտը ուրիշ է, կարճատեսությունը ուրիշ բժիշկ է, ես էլ եմ իմացել, թե աչքի բժիշկ է, ամեն գործողություն անում է, բայց չէ, ամենքը իրանց գործողությունն ունեն։ Դե ինչ ասեմ, բոլորիդ շատ սիրում եմ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսին ձեզ։ Սիրելի հետևորդներ, այս ժամին տուն եմ գնում, մեր 7-րդ մասիվում է, ինչպես տեսնում եք, լույսերը տվին ավելի պարզ է երևում,
Սիպիչ պարզայրեր։ Այս ժամին նոր տուն եմ գնում։